Ես որպես կանոն չեմ արձագանքում, ասենք դաշտով անցնում ես ոչխարները բառաչում են կամ շները հաչում են փողոցով գնում ես անտեր շները կամ բան չեմ արձագանքում, որովհետև անիմաստ է, մարդ պիտի հիմար լինի, որ արձագանքի շնի հաչոցին կամ ոչխարի բառաչոցին եւ այլն։ Բայց քանի որ ոչխարներ կա, որոնց բառաչոցը միջազգային, ուրեմն ասպարեզում ընդունվում է որպես հայերի կողմից ասված ինչ-որ որպես հայերի, ուրեմն միտք, հայերի գաղափար, ցավոք սրտի։ Եվ այսօր ես չեմ լսում, այդ ոչխարներին չեմ լսում, որտեղ ականջիս հաճո չի դրանց բառաչոցը, բայց գրավոր կարդացի, որ ինչ-որ մի ոչխար, գերագույն ոչխար բառաչել է, թե Արարատի եւ Արարատի դիսկուրսի մեջ որ մտնենք, Արարատ լեռն է հենց խանգարում, որ որևէ մեկը մեր հետ ռազմական ուրեմն համագործակցության պայմանագիր կնքի կամ զենք վաճառի եւ այլն։ Ասենք ես կարծում եմ երևի ոչխարն էլ դեռ չբառաչել, ոնց որ դա արել, այսինքն չգիտեմ ոչխարների մոտ շիզոֆրենիա ալնում է թե չի։ Բայց տեսեք այդ շիզոֆրենիկի ամեն մի ասածը շատ ծանր հետևանքներ է ունենում մեր համար։ Ասեմ որ ոչ թե Արարատ լեռնն է խանգարում կամ որևէ այլ դիսկուրս, այլ ոնց որ բանակում էր ընդունված, դպրոցում էր ընդունված, ոչ ոք չի ուզում գնա, ասենք, Ռազբորգի կռիվ, տղավարի ասեմ, էլի, դասարանի կամ բանակում ձեր ջոկի չմոյի հետ, այն ոչխարի նասկի լվացող չմոյի հետ, չգիտեմ, այն բոլորի կողմից ով անցնում վրեն թքում է, դրա հետ ոչ մեկ չի ուզենա, ոչ ընկերություն անի, ոչ գնա կռիվ, ոչ էլ ամենայնպես տես չմոյի ձեռը զենքը չեն ուզենա տան, որովհետև անկախատեսելի շիզոֆրենիկ ոչխար չմոյին, որը նեղացած է կյանքով, ինքը ծնվել է նեղացած, ինքը ծնվել է իր մորից նեղացած, ոչ մեկ չի ուզի զենք տա կամ հետը համագործակցի կամ ընդհանրապես կողքը կանգնի։ Այդքան է։